Ես հաջորդիվ կխնդրեի, որպեսզի կարողանամ դիմող կողմերին հարցեր ուղղել, մասնավորապես ուժեղ Հայաստան դաշինքին, եթե կարելի է։ Պարոն Վարդևանյան, ներողություն եմ խնդրում, բայց ստիպված եմ հարցեր ուղղել։ Ներողություն խնդրելու կարիք չկա։ Կարող եմ։ Սիրով։ Ձեր դիմումով պահանջում եք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, պնդելով, որ ընտրական գործընթացը խաթարվել է վարչական ռեսուրսի, իրավապահ համակարգի, գործողությունների, մեդիայի, քաղաքական ճնշումների հետևանքով։ Միաժամանակ պաշտոնական հաղորդագրություններում ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչների, տարածքային պատասխանատուների, գրասենյակների եւ համակիրների հետ կապվող ընտրակաշարքի, ընտրողների նյութական շահագրգռման, աշխատանքի, ձևական աշխատանքի, բնակարանի, հողամասի, պաշտոնի, պարտքի զիջման կամ այլ օգուտի խախտման վերաբերյալ տվյալներ են հրապարակվել։ Խնդրում եմ հստակ պատասխանել։ Դուք Սահմանադրական դատարանից պահանջում եք ընտրությունների ամբողջական սահմանադրական գնահատում, թե միայն այն խախտումների գնահատում, որոնք շահեկան են հենց ձեր դիմումի համար։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ ցանկանում եմ արձանագրել, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ձեր կողմից թվարկած եւ որևէ մի հանգամանքի հետ առնչություն չունի։ Մենք գտնվում ենք բարձր դատարանում եւ պետք է իրավական, փաստահեն դատողությունների շրջանակներում գտնվենք։ Իսկ նման իրավական, փաստահեն, ոչ թե պարզապես մեղադրանքի կողմի վարկած, հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություն եւ այլ, դրանք բոլորը առաջարկում եմ դնենք մի կողմ։ Մեր դիմումում վկայակոչած հանգամանքները, լինի դա ատելության խոսքը, լինի դա վարչական ռեսուրսի չարաշահումը, բոլորը փաստահեն են եւ օրինակ բխում են վարչական դատարանի կողմից կայացրած վճիռներից։ Այսինքն մեր կողմից ոչ թե պարզապես մի տվյալ է հանրայնացվել, որը անմեղության կանխավարկածը չի հաղթահարել, որը իրավական որևէ գործընթացով պատշաճ չի անցել, որի վերաբերյալ իդեպ ես հույս ունեի, որ նաև հակակոռուպցիոն կոմիտեի մեր գործընկերը կընդգծեր, որ այն ձայնագրությունները, որոնք հանրայնացվել են, որոնք լսել եք նաև դուք եւ մի շարք մեր այլ հայրենակիցներ, մոնտաժված են եղել։ Մոնտաժված, այսինքն օրինակ, ես ներողություն եմ խնդրում բարձր դատարանից, բայց քանի որ այդ հարցը հնչեց, բոլոր դեպքերում պատկերացրեք։ Բայց այդ հարցը հնչեց, պարոն Վարդևանյան։ Հարցը հնչեց հենց այդ ենթադրյալ ընտրակաշարքի հետ կապված հարցերի։ Եկեք դատարանին էլ է ամեն ինչ պարզ հասկանալի, ձեր պատասխաններն են պարզ, հնարավորություն տանք, որպեսզի ներկայացուցիչ իր հաջորդ հարցը տա, ձեր հաջորդ հարցը տա։ Ձեր հարցից ձեր ոչ դրա համար հիմա բարձր դատարան տվեք պատասխան, որպեսզի հստակեցվի։ Հստակեցրեք։ Այո։ Ես ուզում եմ հասկանալ։ Դուք պատրաստ եք, որպեսզի սահմանադրական դատարանը քննարկման առարկա դարձնի նաև ձեր քաղաքական ուժի հետ կապվող ընտրակաշարքի հայտնի դեպքերը։ Հաշվի առեք, հարգելի գործընկերներ, բարձր դատարան։ Սահմանադրական արդարադատության տեսանկյունից պետք է գնահատվի մի բան, որը ոչ թե պարզապես գոյություն ունի, այլ այն աստիճան հստակ գոյություն ունի, որ դա լինի անվիճելի։ Օրինակ, անվիճելի է, չէ, որ ատելության խոսք է տարածվել, բայց վիճելի է մեղմ ասած, որ որևէ մի դրվագ անգամ ընտրակաշարքի կարող է վերագրվել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին։ Իդեպ, դուք վստահ եմ լսեցիք, չէ, վիճակագրությունը։ Խոսքը գնում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում 268 մեղադրյալի մասին, որի անմեղության կանխավարկածը չի հաղթահարվել, գործերի կեսն է դեռ նոր ուղարկվել դատարան, իդեպ օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի նույն այդ հայտնի հրապարակումներից մեկը վերաբերում էր մեր գործընկերներից Գոհար Ղումաշյանին։ Ըստ այդ ձայնագրության երկու մեղադրանք կար, երկու դրվագ։ Գիտեք ինչն է հիմա։ Հիմա օրինակ այդ երկու դրվագներից մեկը գոյություն չունի, բայց հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություն նրա մասին, որ այլևս այդ մեղադրանքը գոյություն չունի, որ սխալվել էինք, որ ներողություն ենք խնդրում, որ հետագայում սահմանադրական դատարանում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչին նման հարց չտան, չկա այդ ձայնագրությունը, հասկանում եք, կամ այդ հրապարակումը։ Հարց էի ուզում, մի բառանի պատասխան էի սպասում։ Այո կամ ոչ, պատրաստ եք, թե պատրաստ չեք։ Պատասխանեմ բարձր դատարան։ Մենք սահմանադրական դատարանից ակնկալում ենք օրենսդրության։
Մենք սահմանադրական դատարանից ակնկալում ենք, որ ընտրության արդյունքները ճանաչվեն անվավեր կամ նշված ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման շրջանակներում նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ կամ նշանակվի մանդատների պաշտպան նոր կարգ, բայց եթե հարցնում եք մեր առաջնահերթությունների տեսանկյունից, հենց այդ տեսանկյունից էլ հերթականությունը ընդգծեցի։ Թող անվավեր ճանաչվեն այս ընտրության արդյունքները, թող լինեն նոր ընտրություններ։ Բավարար էր պատասխանը։ Ոչ, չեք պատասխանում դուք։ Ընդհանրապես պիտի ասեք երկու բառ, երկուսից մեկը։ Հարգելի ներկայացուցիչ։ Պատրաստ եք թե պատրաստ չեք, որպեսզի քննարկվի։ Հարգելի ներկայացուցիչ։ Ներողություն եմ խնդրում, բարձր դատա։ Եկեք ես ես առաջարկեմ դուք որոշեք, բայց ես կառաջարկեմ հաջորդ հարցին անցնել։ Շատ լավ։ Որովհետև հավատացեք, անկախ պարոն Վարդևանյանի պատասխանից ծանրական դատարանի հոգսը դրանից ոչ թեթևանալու է, ոչ էլ ավելանալու է։ Ձեր դիրքորոշմամբ իրավապահ մարմինների կողմից հարուցված վարույթները, դրանց շրջանակում կատարված գործողությունները խաթարել են ձեր քարոզարշավը եւ ստեղծել են քաղաքական ճնշման միջավայր։ Էական վնաս են պատճառել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի քաղաքական գործունեությանը, զուգակցված են եղել անմեղության կանխավարկածի տոտալ նսեմացմամբ եւ երրորդը իրապես քաղաքական ճնշման գործիքի ռեպրեսիվ մեքենայի միջոցի են վերածվել։ Այս ամենը ընդգծում եմ ցավով, բայց միաժամանակ նաև կարծում եմ նշվածը ակնհայտ է այն տեսանկյունից, որ անմեղության կանխավարկածը հարգելու պարտականություն ունեցող հակակոռուպցիոն կոմիտեն այդ ձայնագրություններով կատարել է այդ ձայնագրությունների հրապարակման կատարել է ճիշտ հակառակը։ Բայց մյուս կողմից նաև հենց երեք նկատեցինք, որ Փաստորեն հակակոռուպցիոն կոմիտեն եւս անմեղության կանխավարկածը հարգելուն ուղղված դիրքորոշում է ներկայացնում։ Այն, որ վնաս պատճառել է, դա ակնհայտ է։ Պատկերացրեք երևի թե Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացներում չի եղել մի դեպք, որ օրինակ ապրիլ-մայիսին գաղտնալսեն անձին, ստանան իբրև օպերատիվ տվյալներ, բայց ձերբակալումները, կալանքի միջնորդությունները ներկայացվեն ընտրություններից մի քանի օր առաջ։ Սա վնաս չի պատճառում քաղաքական կուսակցության գործունեությանը։ Պատկերացնում եք, այսինքն նման համանման իրավիճակներ չեն եղել։ Ավելին այդ գործողությունները հակակոռուպցիոն կոմիտեի։ Շնորհակալություն պատասխանի համար։ Շատ լավ։ Համեցեք, այլ Այդ դեպքում, եթե վնաս են պատճառել, բայց չէ որ նույն վարույթների շրջանակում քննության առարկա են նաև ձեր քաղաքական ուժին վերագրվող ընտրակաշարքի ընտրողների հավաքագրման, այլ ապօրինի գործողությունների դեպքերը։ Հիմա այս համատեքստում ինչ եք կարծում։ Արդյոք այդ դեպքերը նաև վնաս են հասցրել այն ընտրողների շրջանակին, որոնք որ դեռևս չէին կողմնորոշվել եւ այդ իմաստով արդեն ընկալում կարող էին ստանալ, որ բոլոր ձայները գնված են։ Դուք եթե մեկ դեպք հստակ վկայակոչեք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ըստ այդ նույն հրապարակումների նկարագրած մի դեպքի հետ առնչություն է ունեցել, եկեք նոր դրանից հետո պատասխանեմ ձեր հարցին, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը նման երևույթի հետ, նման զազրելի երևույթի հետ առնչություն ունեցել է։ Դուք երևի իսկապես ուշադիր չեք հետևել հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններին։ Տոկրաս շատ լավ։ Հետևել եմ։ Շատ բարի։ Եկեք երկխոսության չվերացենք։ Ելույթ չունենամ, էլի, կգա եզրափակիչ ելույթ։ Նաև երկխոսության մի վերացեք, պարոն Վարդևանյան, սպասեք թող հարցը տա, հարցը պատասխանը ձեզ պարզ էր, խնդրեմ ձեր հաջորդ հարցը։ Զուտ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց միաժամանակ որպես պրոֆեսիոնալ իրավաբան հարցը տալիս։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով համակարգայնությունը կարող է բխել նաև նույն անման մեխանիզմների կրկնությունից, տարածական ընդգրկումից, դերաբաշխումից, ֆինանսական կամ նյութական խոստումների շղթայից եւ ընտրողների կամքի վրա ազդեցության համադրված պատկերից։ Եթե պաշտոնական նյութերում կրկնվում են նույն առանցքային տարրերը, մանավանդ եթե դրանք առնչվում են ձեր քաղաքական ուժին, ըստ վարույթ իրականացնող մարմնի։ Կուսակցության որպես կուսակցության չէ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, շտաբային դերակատար, ընտրող, քվեի պայման, նյութական օգուտ, այս ապօրինի գործողությունները արդյոք չեք կարծում,
որ ազդում են ընդհանուր ֆոնի եւ միջավայրի վրա ընտրություններին, այդ թվում նաեւ ձեզ շահեկան տեսակետից։ Հարգելի գործընկեր, մեր կողմից ներկայացվել է սոցիոլոգիական հետազոտության արդյունք, ըստ որի Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները նշված ենթադրյալ իբրև անմեղության կանխավարկածը որևէ կերպ չհաղթահարած դեպքերը բացասական ազդեցություն են ունեցել հանրության ներկայացուցիչների կողմից մեր ուժի նկատմամբ, այսինքն մարդիկ, որոնք պատկերացրել են, որ կարող են իրենց քվեն տալ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, այդ ձայնագրությունները լսելուց հետո ձեռնպահ են մնացել դրանից, առանց իմանալու, որովհետև իրավագիտակցության մակարդակը ցավոք այդ աստիճան բարձր չէ, որ դրանք պարզապես վարույթ իրականացնող մարմնի վարկածներն են, թեկուզ մեղադրանքները, թեկուզ իրենց դիտարկածները, իսկ ձայնագրությունները բոլորը, իդեպ դուք շատ նաև մեջբերում էիք կատարում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունից հասցեագրված արդարադատության նախարարին, բայց նաև կարող եք հղում անել հենց վերջինիս կողմից տրված հարցազրույցին, որտեղ հստակ արձանագրվում է, որ այդ ձայնագրությունները, որոնք հանրայնացվում են, մոնտաժված են։ Հիմա հարցին պատասխանելով ամփոփ, իրենք վնաս են տվել այդ բոլոր հանրայնացումները մեր ուժի նկատմամբ հանրության վերաբերմունքի տեսանկյունից։ Եվ դա էլ եղել է նպատակը, որովհետև նպատակը եղել է բացառապես սև PR-ի գործիքի իրացումը։ Ցավով եմ դա ասում, որ դրա մեջ ներքաշված է եղել իրավապահ մարմինների համակարգ։ Պարոն Վարդևանյան, ամենայն հարգանքով ձեր ճարտասանության նկատմամբ, բայց միաժամանակ ինչն է պատճառը, որ նման կարգի վերլուծություն այս վերջի հարցից կարողանում եք անել եւ ես դրա հանգում տալ վնասի տեսակետից, բայց այն ենթադրյալ շահեկանության տեսակետից, որ ենթադրյալ ընտրողի նկատմամբ ենթադրյալ շահեկան ազդեցություն է թողել, դուք պատասխանում եք, որ հետո այդ հարցին կպատասխանեմ։ Ինչն է, քիչ առաջ ասացիք, որ քիչ հետո այդ հարցին կպատասխանեմ։ Հարցը մի հատ հստակ ձևակերպեք, այդ ինչին քիչ հետո պատասխանեմ։ Սիրով հիմա պատասխանեմ։ Հիմա քիչ առաջ ախրախսեցիք։ Լավ։ Համեցեք հաջորդ հարց։ Ես էլ հարցեր չունեմ կողմին։ Իմ համար Շնորհակալ եմ։ Որևէ կողմի Չէ, միայն ուժեղ Հայաստան։